Ես Գյումրեցիների Արբանյակն եմ։ Չլավեք Արբանյակ։ Լասիգարետ չի։ Եկավ ժամանակը մենք խոսենք այքոսների մասին։ Ուր այդ փողերը։ Ուր այդ փողերը։ Ուր այդ փողերը։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy-ն է ու այսօր ունենք հրաշալի հնարավորություն տեսնել թե ինչ է կատարվում Հայաստանում։ Բայց նարեկ, մենք ամեն հաղորդման ժամանակել այդ հնարավորությունը ունենք։ Շնորհիվ մեր պատրոնների։ Եթե չմիանային մեր պատրոններին, մենք չենք ունենա այդ հնարավորությունը, ջոգիստը ինչ է։ Հասկացա, շնորհակալ ենք մեր բոլոր պատրոններին, որոնց շնորհիվ լույսը վառ է պահվում մեր տաղավարում։ Եվ մեր տաղավարի արմատուրանները, որոնք GTB-ից չեն, որովհետև դա հին շենք է, բայց եթե GTB-ից լինեին, GTB ստիլը արտադրած ավելի ամուր կլներ մեր տաղավարը։ Շաբաթ օրը արդեն պաշտոնապես բացվեց գործարանը, արմատուրանները սիրուն դրած են, դիմեք։ Սերգեյ, իմ կյանքում սկսում է նոր փուլ, մենք կարող է այդքան հաճախ միասին հաղորդում չանենք։ Դառնում ես պատգամավոր։ Ավելի վատ։ Սկսում եմ ռեմոնտ։ Հիմա պետք է սա օրը քաղաքի մի ծերից վազեմ են մյուս ծեր, ինչ որ գնումներ լիքը կատարեմ։ Պատկերացնում ես այդ ժամանակը, բայց ծախսերը։ Դմբո, դու երևի չես լսել Դոմուսի ակցիայի մասին։ Նախ բոլոր ապրանքները սկսած շինանյութից մինչև կահույք ու տեխնիկա մեկ տեղում։ Հետո ապառիկի ձևակերպման դեպքում առաջին 16 ամիսը 0%։ Դզես։ Բայց հիմա ինչ եմ անելու այսքան ազատված ժամանակի հետ։ Երևի պատգամավոր դառնամ։ Եվ այսպես խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվեց եւ կարծես թե պետք է որ նորմալ կյանք սկսվեր։ Բայց մեկ օրում 3 ապատեղեկատվություն տարածեց հարևանը սահմանային կրակոցների մասին։ Չեն ճոգում, որ կարող է այդ եվրադիտորդներն են շամպայն բացում, նշում խաղաղությունը, իսկ այդ ընթացքում աշխարհը շնորհավորում վայելենք։ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելը կարծիք է հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների լիարժեք կարգավորման ու տարածաշրջանի կայունության ճանապարհին։ Չիլին կոչ է անում երկու երկրին օգտվել այս պատմական հնարավորությունից կառուցել գործակցության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա։ Չեռնոգորյան էլ պատմական է որակել Երևանի եւ Բաքվի պայմանավորվածությունը։ Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության, եվրոպական եւ համաշխարհային անվտանգության համար։ Նույնիսկ արա Չեռնոգորյանը պատմական իրադարձություն համարում, արա չեք հասկանում, որ այս Չեռնոգորիայի ուղերձը պետք է A4 ֆորմատով տպել ու ճպցնել նրանց վրա, ասում են, որ կրակ ենք բացում սահմանին։ Ժողովուրդ, բոլոր կուրսի եք, չէ՞ որ հələ ոչ մի բան չենք ստորագրել, բայց ամենատղեն մեջներից Ամերիկան դուրս եկավ։ Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը, ով հայտնել է, որ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մեջբերում եմ, մենք գոհ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին։ Վերջապես մեկը բարձրաձայնեց այս հարցը։ Հիմա մերոնք դիվանագիտորեն սրա պոչիցը կբռնեն։ Հուսանք, որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար։ Հստակ քայլ ասելով ինչ նկատում։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն, ոնց են մեր քերիների, մեր մարդկանց հետ տալի։ Այմար թող զանգեն, պայմանավորվեն, ինչ եք ուզում ինձ Ուոլցն ասել, թող Ուոլցն էլ բեսն է տակից դուրս գա։ Շատ ուրախ տես թեմա է, հա ոնց որ։ Չէ, սա ուղղակի ուրախներ։ Շատ ուրախը էսկալացիայի հարցներ։ Այս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլի կգնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է։ Նոր ենք հայտարարել խաղաղությունը, ինչ էսկալացիա, ինչ խի։ Բարձրաճրեն Գյումրիի ընտրություններով ինչ եղավ են տեխնացուն ում վրից դες հավես հոտ էր գալիս։ Ով։ Մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Вообще ամեն քաղաք պետք է իր արձագանքյան ունենա։ Հա, երբես էս մարդը, որ ամենաբարձր գովասանքի խոսքերին է արժանացել ինքն իրանից, որովհետև ձև չի էլ այդ ռեկլամը իր համար ուրիշ մարդ է գրել։ Ինչ եղավ այդ ֆայտոնով մարդը։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվարդյանը, Գյումրու ավագան ընտրություններում նշված կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանը եւ նախկին ԿՊԱ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր արտահերտին ընթരാճ ասուլիսով են հանդես եկել։ No, միավորվում են, ասեք որ միավորվում են։ Իհարկե միավորվում են։ Աղազարն այդ Գյումրվա հոտը որ արավ, всё, էլ տարբերակ չկա, միավորվում են։ Վերջ, ունենք առաջին կոալիցիան, Ֆայտոնազավր, Աղազարյան ու այն երրորդ Սոցիալիստը, որը իր Կարեն Դեմիրճյանի եւ Ֆայտոնազավրի մասին մի հետաքրքիր պատմություն պատմեց։ Մովսես Շահվարդյանը ներկայացրեց կուսակցության պատմությունը, այն որ Կարեն Դեմիրճյանի գաղափարակիցներն են։ Ինքը այդ հանդիպմանը այն տարիներին մասնակցել է եւ Կարեն Դեմիրճյանին այսպես ձեռքով գլուխը շոյել է եւ իրան դա լավ տպավորվել է։ Դեմիրճյանը տեսավ Արտյոմին, այո, այդ մարդը նույնիսկ կանոն ունի։ Ու ասեց մարդ, արիստոկրատ, չդիմացավ շոյեց ու всё։ Իդեպ ինձ երբեք չես շոյել։ Լավ, ինչ կապ ունի այդ շոյելը, այդ մարդը ընդհանրապես Դու մարդ ես, որ քեզ շոյեմ։ Այս վերջերս թերթերից մի քանիսում կարդացի որ իբր Արտյոմը մոլի Նիկոլական է։ Ես Նիկոլին շատ լավ ճանաչում եմ ինքն էլ ինձ։ Շատ լավ ուսանողական տարիներից իրա։ Ոչ, այստեղ պետք է ես ուղում կատարեմ։ Արտյոմին եթե ուզում եք ինչ որ մեկի մոլի կողմնակիցը ներկայացել, խնդրում եմ ներկայացել մոլի Դեմիրճյանական։ Փոքր վաղտ, այդ ինչ տիպի է շոյել Դեմիրճյանը, որ դարել է մոլի Դեմիրճյանական։ մարդ է դարել վերջում։ Մարդ, ով քայլում է Գյումրուն համահունչ։ Մարդ, Մարտազավր, Մարտիշե, Մարտենշտեյն, Մարդատար Ֆայտոն։ Ինչ ա սովորել Կարեն Դեմիրճյանից մարդս։ Դեմիրճյանից ինձ փոխանցվել է մի շատ կարևոր բան՝ մարդ սիրելու արվեստը։ Մարդ սիրելու նուրբ արվեստն է սովորացել Դեմիրճյանը։ Լավ, ինչպիսի մարդ է հենց ինքը իրեն համարում է Չիլավեկ Արտյոմը։ Ես գյումրեցիների արբանյակն եմ։ Հիմա վերջը մարդ է թե արբանյակը Արտյոմը։ Չիլավեկ արբանյակ։ Ու արբանյակը արդեն ունի իր սեփական արբանյակը։ Մեր համեստ աջակցությունը պետք է բերենք, որպեսզի ինչքան որ կարող ենք օգտակար լինենք այդ գեղեցիկ թիմի հաղթանակին։ Դե լավ, այդքան համեստ չի, մի ամբողջ մանր եղջերավորների եւ ապօրինի շինարարության փորն ու ասպետը աջակցում է մեկ այլ տարօրինակ մարդու, մի 20% ձայների կտանեն։ Լավ, մյուս մարդը Լևոնը իր Եվրադաշինքով։ Okay, եթե տնկի օրինակով չբացատրեն իրենց նախընտրական ծրագիրը, ես շատ կճղայնանամ։ Իհեսնենք որ ընտրամայքար մտնելու պահին Եվրոդաշինքը դեռ ծրագիր չուներ։ Նու մենակ են, որ ասում են Գյումրին ամենամոտն է Եվրոպային։ Այդ մեր ծրագիրն է, որ Գյումրին մոտ է Եվրոպային։ Բա ինչ եղավ այդ տնկին։ Իսկ Գյումրի ասֆալտը դրոշով ենք տնկելու։ Իսկ չափից դուր շատ շներին այդ փայտով են դրոշի ստերջացնելու։ Կան տուրիզմը, գուցե Եվրոպայի դրոշը սստենգեն, տուրիստները սկսեն դրա վրա գալ։ Okay. Ինչ ասում քրիստոնյա խաչակրած կոմունիստ տեխնացուն։ Ինչպես տանջանք եւ տարապանք տվեցի Իսրայելի ազգին, նույնպես հայոց ազգին։ Բայց պիտի կա ժամանակ, ոնց որ Իսրայելը տիրեց իր հողերին, նույնպես հայոց ազգը։ Դեռ ոչ մի կոմունիստ սենց լավ Լենինին չէր մեջ բերել։ Մի պահ էլ վերադառնանք մեր Ֆայտոնա մարդուն, էլի։ Այո, բայց դրանք ինչ մեդալներ է ստացել։ Շիրակի մարզպետարանի կողմից պարգևատրվել է Շիրակի մարզպետարանի հուշամեդալով։ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Լոմակիսի կողմից որպես երախտագիտություն պարգևատրվել է քաղաքապետի հուշամեդալով։ Ինչի համար է Սալոնիկի քաղաքապետը երախտագիտություն հայտնել Գյումրեցու արբանյակին։
Արտեմը չափազանց համեստ է, որ այդ պատմությունը պատմի։ Գուցե 100-ամյակներ անց մենք մի օր իմանանք այդ պատմությունը։ Սուսաննա Ղազարյանի հրամանագրով ՀՀ եւ Սփյուռքի հայոց մայրերի միության անունից պարգևատրվել է 30-ամյա երախտագիտություն ոսկե մեդալով։ Գեներալ լեյտենանտ Պոդատյևի հրամանագրով պարգևատրվել է հավերժության խաչ ոսկե մեդալով։ Բոդատյևը հենց այնպես չէր պարգևատրի։ Ну, ափսոս տենց էլ չենք իմանում ոնց է ստացել այդ մեդալները, բայց դու չեր գնա առնի։ Ոնց չենք իմացել, վրայից Գյումրու հոտ է գալիս, Նարեկ հոտ է գալիս։ Եվ սա դեռ ամենը չէ։ Արտյոմ Թումանյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ։ Ինձ թվում է Գյումրեցու արբանյակը չէր սպասում, որ մենք կարող է գուգլենք ազգային fucking անվտանգային վերահսկողության ակադեմիան։ Ու մենք դա գուգլեցինք, ու պարզվեց, որ հա կա Facebook-յան այսպես էջ։ Որտեղ արբանյակը մեկ ու մեջ sense poster է անում։ Քննչական կոմիտեն տարածել է տեսագրություն, որոնելով պատկերված կնոջը։ Ով ոչ մի ամբողջ ազգային անվտանգության վերահսկման ակադեմիա փնտրում է մի կնոջ, մի քիչ անլուրջ չի դες ակադեմիայի համար։ Որպեսզի ոչ մեկ չմտածի, որ դա անլուրջ է, ակադեմիայի ինֆոյի մեջ, նկարագրության մեջ sense բան կա։ Ազգային անվտանգային վերահսկողական ակադեմիան կրթություն է ստացել Կալիֆոռնիայի մաթեմատիկայի եւ գիտությունների ակադեմիայում։ Դե ուրեմն լուրջ է։ Լավ, իդեպ ինչ նորություն կա Կալիֆոռնիայի կամ Նևադայի մեր մյուս հայրենակցից։ Օրինակ ես հայտարարում եմ, եթե Վարդան Ղուկասյանին արտաքսեն Հայաստան, հերոսի կարգավիճակով է ինքը ըստ էության լինելու։ Եվս մեկ հերոս մեզ հետ չէր խանգարի հիմա։ Այո, ճիշտ է, հերոսը այնքան ճուզողներ ունի այս երկրում, որ մի քիչ վտանգավոր կլինի իր վերադառնալը։ Ճուզողներից մեկն էլ դատախազությունն է։ Դոկուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության, հրապարակային կոչերի համար, մեղքը սակայն չի ընդունում։ Մեղքը ջանդամ, բայց թողեք մեկ-մեկ եթեր մտնի։ Խլեր սիրող հայ կանայք կարոտել են իր ոսկեղենիկին։ Ընդհանրապես, ինչ որ Հայաստանում արված բաների համար չի, որ իրան այնտեղ բռնել են։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Կալանավորման պատճառն ըստ ամերիկյան կողմի հետևյալն է։ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Բայց 2 տարի ամեն ինչ օքեյ էր, որտեղ Բայդենը շատ dog friendly նախագահ էր։ Հետո եկավ Տրամպը ու պարզեց, որ ինքը բոլոր դոգերին ուզում է արտաքսի երկրից։ ԱՄՆ վիզաների ստուգումը չի դադարում, եթե վիզա է տրվում։ Մենք շարունակաբար ստուգում ենք վիզա ունեցող անձանց, որպեսզի համոզվենք, որ նրանք հետևում են բոլոր ԱՄՆ օրենքներին եւ միգրացիոն կանոններին։ Եվ մենք կարող ենք չեղարկել իրենց վիզաները եւ արտաքսել նրանց, եթե խախտեն։ Այն 16 ժամ առաջ են գրել։ Ամեն դեպքում մեր աղոթքներն ու մտքերը դոգի եւ հարազատների հետ են։ Հուսով ենք շուտ ապույտ ազատ կարձակվի, որտեղ հայ կանայք կարոտ են մնացել ստիպված, սերիալներ են գնում նայում առաջվա նման։ Հա, մնացեք մեզ հետ երկրորդ մասում, ինչի համար են բռնում եւ տուգանում Գառնիկ Դանիելյանին, Ալեն Սիմոնյանը բացում հայրակոշիկների առեղծվածը եւ Հովիկ Աղազարյան սերիալում նոր բաներ, մանրամասներ։ Մենք լիքը ավտոներ, ուղղակի ավտոներ են։ JMC Grand Avenue-ն մեջների Alfa Samet pick-up-ն է, որը ունի ձեզ զարմացնող արտաճանապարհային ֆունկցիաներ։ Մեջը կարող եք տեղավորել լիքը ընկերներ, կամ բարեկամներ, կամ շինանյութ, կամ երկուսը միասին։ Իր դասի մեջ ամենամեծն է, գինն էլ 12.5 միլիոն դրամ, երաշխիքն էլ երաշխիքը 5 տարի կամ 200,000 կիլոմետր, JMC Grand Avenue, ինչի պետք է ուրիշ ունենա դուք չեք։ Սիրելի մաթեմատիկա չսիրող, բայց հարգող կոմունալ վճարողներ, լավ լուր ենք ձեզ բերել Solar Holding-ից։ Նայեք, եթե ամսական էլեկտրաէներգիայի համար մուծում եք $20, ապա կարող եք վերցնել արևային կայանի համար ամեն ամիս փակվել $10, իսկ էներգիայի համար վճարել 0։ Եթե օրինակը ակնհայտ չէր, ասեմ, որ արևային կայան ունենալը նույնիսկ ապառիկով ավելի շահավետ է, քան 0 արևային կայան ունենալը։ Այո, ինչի պետք է մենակ ձեր հարևանը ունենա արևային կայան։ Solar Holding, ցույց տվեք հարևանին։
Okay, անցած հաղորդմանը մենք համեմատեցինք Փաշինյանի դասախոսությունը Գուրբանգուլի Բերդի Մուհամեդովի դասախոսության հետ, ու որոշ մարդիկ ասեցին, որ այդտեղ չափազանցություն կա։ Դե իմ կարծիքով էլ մի քիչ չափազանցված է։ Չափազանցություն կա։ Եվ 3 տարի առաջ մարդիկ ասում էին, որ կարող է մի օր Վովա Փաշինյանի անվան պուրակ բացվի, էլի մարդիկ մտածում են, որ դա եկա չափազանցություն է։ Վովա Փաշինյանի անվան պուրակներ հայտնվեն Երևանում եւ մնացած բոլոր քաղաքներում։ Դե շատ չափազանցված է։ Մենք ժողովրդավարության բաստիոն ենք, հենա, Խզմայանի թևերը մի քիչ արձակվեն, մտնում ենք կես ժամից Եվրոպա։ Հա, ու եվրոպական որ երկրում է այսպես բան անցկացվում։ Իջևանում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Նիկարմ ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային մրցաշարը, որը նվիրված էր մանկավարժ Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Նիկարմ ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Հաստատ AI-ով է սարքել։ ChatGPT-ն ասեց ներող բրատս, բայց ես սենց գրիժ դեռ չեմ կարող գեներացնել, էդի մենակ Մելիքբեկյանի սենց զոնան է, ինքը դե կարում է, հա։ Դե վերջ, եկավ ժամանակը մենք խոսենք այքոսների մասին։ Լավ, չառանձնացնենք էլեկտրական սիգարետների մասին։ Հա, ու եթե մտածում եք, որ էլեկտրական սիգարետները տենց իրանց համար ոչինչ չէին անում, այս Arm Comedy-ն եկավ դրավ դեպքներին, չէ, մենք լեգիտիմ պատճառ ունենք։ Ձեզ չեն ներկայացրել, հարգին ես խնդիրը դրանում է, ցավը տանեմ։ Դու կարակ ազգային ժողովի, ազգային, ես չեմ ուզում որևիցե մեկի բանել։ Ազգային ժողովում, այս լրագրողները որ կան, լրագրողները ոստեղ։ Քանի անգամ են նկարահանում ազգային ժողովում այքոս են օգտագործում։ Էս ինչ ասելու բան է։ Այդ մենակ ինձ եք էլի ֆիքսել եք։ Այ քեզի բար, հետ այդ բոլոր այքոս պստստոնից հենց սիրելի Գառնիկին պետք է բռներ ոստիկանությունը։ Գուցե չի բռնացրել, գուցե ահազանգ է ստացել մտահոգ քաղաքացուց։ Այ կայքով գծված էր այդ ամեն ինչը, բոլորը կար կայքով, այդ պատճառով։ Որ կայքով է ճանաչված։ Դիմեք ոստիկանության լրատվական վարչություն, մնացած ոչ իրենց ոչ քննարկման ժամանակ ոնց է քննարկումների աշխատասենյակում քննարկման ժամանակ չի եղել մի մանիպուլացիա չի կարելի այդ միջման ժամանակ է այսօր ժամը 13:02-ին այդ միջման ժամանակ է 13:02-ին պարոն Դանելյան ժամը 13:02-ին քաղաքացի ԳԴ-ն հասարակական վայրում օգտագործել է այքոս մակնիշի ծխախոտ, բոլոր տուժածները տեղափոխվել են հանրապետական հիվանդանոց։ Հնարավոր է ինչ-որ մի օրենք գրելուց ավտոմատ ուղակի մուխա քաշել չել նկատել։ Ինչը եկեք անկեղծել ենք այքոս ծխողներ, այդ անտերը անընդհատ ձեր ձեռքն է։ Ավելի շուտ եկեք էս կամերա։ Նայեք, դες հույս եք տալիս, որ ինչ-որ ավելի թեթև բանի եք անցել, բայց այս թաքնված չուպա-չուպսը ամբողջ օրը ձեր ձեռքն է, պետք է սրան արարեսվել, ժողովուրդ։ Խնդիրը ընդունելը լուծման առաջին քայլն է։ Խնդիրի ես բան չի, հարց ես չի, ազգային ժողովի պատմությունից առաջի դեպքն է։ Պարոն Դանելյան։ Ես օրեք չի, սենյակը բան եմ, սիգարետ էլ չեմ օգտագործել։ Դա սիգարետ չի։ Դա սիգարետ չի։ Որ հատվածում եք օգտագործել։ Սենյակը մթնիչման ժամանակ օգտագործել եմ։ Ասեմ, այ ես չեմ բխժխտում։ Ձեր աշխատասենյակը։ Աշխատասենյակը, այս աշխատասենյակը, իմ աշխատասենյակում չի, ուրիշ աշխատասենյակում է։ Բայց սա ահել եմ ասում, սիգարետ էլ չի եղել ինքը։ Չէ, էլի, չէ, Գառնիկ ջան։ Գիտեք ինչքան եք ձեզ սիրում, չենք ուզում ձեզ կորցնել թոքերի քաղցկեղին։ Նայեք, այդ տոքսիկ մոմենտները իհարկե ավելի քիչ են։ Նիկոտինը մեկական տոքսիկը մի քիչ է, բայց ոչ այն դեպքում, երբ 10 անգամ ավելի շատ եք դա ծխում, քան կծխեք սիգարետը։ Դες որ պետք է սենց ընդհանուր չի քանել քչացնել, էլի։ Գիտեք, եկեք նաև չշրջանցենք մի նյուանս, որը հոտն է, fucking տհաճ հոտը այքոսի։ Թեսի հոտ է գալիս։ Այո։ Ինչ-որ մեկը մի օր պետք է սազը շորը։ Թեսի հոտ է գալիս դրանից, դες որ եկեք արարեսվենք, թող սա լինի այն սառը ցնցուղը, որ մենք լցրեցինք, որ դուք եք քչացնեք բոլորը ձեր ծխելը, կլինի տենց։ Կարող է ծխելը թարգեք, պարոն Դանելյան, այս միջադեպից հետո։ Մեր երկրի այս իրավիճակի ընդհակառակ որ sense շարունակվի կարող ավելի շատ ասեմ ծխելու։ Okay, պետք է ծխելու մեղքը գցել երկրի ծանր քաղաքական վիճակի վրա։ Ես էլ եմ նույն երկրում ապրում ու չեմ ծխում։ Այո, օրինակ վերցեք Նարեկից, Նարեկը չի թողնում երկրի վիճակը իրեն ծխեցնի։ Նա տոնով քաղցրեղեն է զղտկվում ամեն օր։ Տես չնայես վրես, դու ունես այդ խնդրեմը, պիտի ընդունես։ Գիտես ինչ, ես ունեմ այդ խնդրեմը։ Ու Մարտա հրավեր եմ նետում challenge պարոն Դանիելյանին։ Ինքը քչացնում է ծխելը, ես հանում եմ вообще քաղցր ուտելը։ Այս կառուցողական է, կարևորը չեն քաղաքականացնում։
Այս իշխանությունների ժողովուրդ իրական պատկերը էսա։ Իրեւ առաջին падգամավորը չի որ ասում որ ԱԺ-ում թաքուն են մնացած падգամավորները լավ էլ ծխում են։ Արա, օքեյ, ստեղ մի հատ ստոպ էլի, ինչ են շակում, այն մյուսներն են ծխում, որը նաև Գառնիկն է ասում։ Այսինքն եթե մյուսները թալանում են, ես էլ կարամ թալանեմ, այ այն մյուսներին խիչ եք բռնում, ես էլ կարամ թալանեմ, դա շատ վատ ծույլ աշակերտի տեղատանում չի կարելի ասել մյուսները ծխում են, այսինքն խախտում են օրենքը։ Ուրեմն ես ինչի՞ չպետք է խախտեմ, որտեվ դուք ընդդիմություն եք, դուք օրինակ Սարան։ Հա, դուք մեր հույսն եք, Գառնիկ, հույսը, չէ՞ որ ամեն մեկին ժողովուրդը չի պիտակում սիրելի։ Այո, իդեպ Աղազարյանն էլ է հիմա ընդդիմություն ու այո ճիշտ կրայեցիք Սլավիկներ եւ Սանիկներ սերիալի նոր սերիանը։ Այն ժամանակ մտիկին գոհար կարող ասում էր իբրև թե $23000 կաշառել, հիմա չի ասում որ ինքն է տվել, նույն տիկին գոհարը հիմա ասում է որ իր անկերու եղբայրն է տվել Արամ Մկրտչյանը։ Ինչպես բարձրացինք նախորդ սերիայում Արամ Մկրտչյանը դա իր Սանիկն է, ով ամուսնացել է 50 տարիքում, հետո գործարվել Աղազարյանի վրա ու հիմա էլ Հայաստանում չի։ Բա Հայկ Նազարյանը ով է։ Տենց պերսոնաժ չկա։ Լավ չես հետևում Նարեկ։ Երրորդ անձ էլի ասում է որ Արամ Մկրտչյանը իմ խնդրանքով իմ այսպես կոչված ընկերուհուն $8000 հեռախոս եւ պատանիա նվիրել։ Էդի ամենացրել է։ Չի եղել հեռախոսու մատանի չեք նվիրել։ Հեռախոսը դա 60000 դրամանոց։ Մատանի չի եղել։ Ոչ։ Ես եկել եմ գործում իմ հարցու տնօրենն է եղել Արամ Մկրտչյանը իմ Սանիկն է, ցույցել եմ այդ հեռախոս առնի եւ նվիրի մանուի իջում նոմարը գույրացում եկավ, նոմարը հաշվեցին ոչ թե 60000 դրամ, այլ ծաղիկ միլիոն բանով եկավ տաքսիով բանով 80000 դրամ։ Հələ ինչ ջենտլմեն այ քաղաքում չի եղել Սանիկին խնդրելա որ նվերը ծաղիկներով բանով փոխանցի։ Հիմա լիքը կանայք ասում ես କି մեր ամուսինը մեզ sense լավ չի նայում։ Okay, բա ոնց է արանքում 80000 դրամը շփոթվում $8000 հետ։ Իսկ սարքում են Աղազարյանի գլխին։ Աղազարյանը նիստուկացը հո բոլորը գիտեն։ Որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոչ միայն խմբակցության, այլ ընդհանրապես կուսակցության, այսպես կոչված են հնաբնակները, բոլորը գիտեն իմ նիստուկացը, իմ ապրելակերպը, իմ ակուկապը, իմ սնվելու իմ բաները, այսպես կոչված նախասիրությունները։ Հարց կար առաջանա, եթե Աղազարյան Հովիկը էդի կաշառքները վերցրել։ Ուր այդ փողերը։ 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 Ծախսել աղջիկների վրա։ Անտիվն է։ Վագր տերորիստը չի կանգնում ոչ մի բանի առաջ։ Ես ամուսնություն չեմ այդտեղ Նիկոլ Փաշինյանին, ես գտնում եմ որ ինքը սպառել է իրան եւ պետքա արտահերթ ընտրությունների ժամանակ կամ հերթական ընտրությունների ժամանակ ինքը չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետեւ ինքը մեր երկիրը ղեկավարել է, մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակաշրջանում եւ որպես մարդ իրեն այն որակները, որոնք ասենք պետք են Հայաստանի ղեկավարի համար ինքը կորցրել է այդ որակները եւ վերահսկվելու ավտորիտար ղեկավարի։ Այս ինչ արմատական ընդդիմության ռեժիմը մտել Աղազարյանը, Քոչարյանք ու Սերժենք ներվային ծխում են։ Իսկ եկեք վերհիշեք 2 տարի առաջ ինչ էր մեզ վստահեցնում, հիմա արդեն ռետրո Հովիկը։ Ինձանից հավատարիմ մարդ Փաշինյանին չկա։ Ու հիմա մի հատ սահուն բեղիկներով Աղազարյանից ասում ենք մաչո թրաշով Աղազարյանին։ Մենք բան ենք անելու, պայքարելու ենք ամեն ինչ անենք, որպեսզի ինքը չդառնա վարչապետ, նորից եմ ասում, հերթական կամ արտահայտ ընտրությունների ժամանակ։ Խնդրեմ, սիրուց ատելություն, ընդհանրապես մի հատ SMS-ա ու Արգիշտի Քյարամյան։ Շտապ մի հատ լավ լուր ուզում ես Գարջիֆոնին։ Եվ լավ լուր կա։ Հա? Այո։ Ազգային ժողովի նախագահը երկրի տորի, երկրորդ տորի երրորդ դեմքը հերքեց, որ ինքը 1600 եվրոյանոց կոշիկներ է հագնում։ Երկիրը 30 տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ։ Իհարկե պարզ չի, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք ընդդիմադիրների դատար կաթոռները ծախեմ լավ գնով, թե ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան։ Մեկը ինձ մեղադրում է $1100 զենյա կոշիկներ ունենալու մեջ, մյուսը իբր թե Լորա Պիանա 1600 եվրոյանոց կոշիկներ ունենալու մեջ։ Ես ոչ $1100, ոչ էլ 1600 եվրոյանոց կոշիկներ չունեմ։ Հիասթափեցնեմ,
Իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից եւ Երևանի խանութներից։ Ու ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում։ Սաղդ մտածում եք luxury բրենդերը հակնում, բարձում է օտար երկրներից են fake էժան կոշիկները գնում անտուն երարիշտների ոտքից անելով։ Համեստս, ու իսկական էլ այս շուխուր տարածողները չէին տենում, որ են նկարի զենյան ակնհայտ կաշվից է, իսկ իր հակին ակնհայտ կտորից։ Համարյա վստահ եմ, որ են կարմիր Range Rover-ն էլ, որ հեղափոխությունից դες մի 44 վայրկյան հետո ալենը։ Քշում են, դա Range Rover չէր, տենց ժոնգ տոնգոտ ինչ որ մի հատ չինական նոր բրենդ է։ Մի խոսքով չստացվեց այս դիվերսիան ալենի դեմ, բայց այս իմ սպասված լավ լուրը չէր։ Ուրեմն ավելի լավ լուր կա։ Այդ դեպքում նաև ասեք Բիձեքի գյոլում ինչ է կան։ Այս պահին այդ հանրահայտ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը։ Այո, Երևանի ամենակոլորիտային տեղը վերանորոգվում է։ Կարող է դաժե Ղազարյանը ծտերին վերցնի գնա այդ գյալը։ Ամենամեծ ձեռքբերումը ստե իհարկե որ հանդերձարան վերջապես սարքեցին, որ բծեքի բոլոր բարեմասնությունները չերևա, էլի, ինչպես նախկին։ Ես իդեպ գնում էի մեկ-մեկ։ Դե դու սիրում ես բծեքի բարեմասնությունները հերվից նայել։ Ինքս ինձ գցեցի դրա մեջ, ինքս ինձ գցեցի թակարդը։ Այդ ներքևի հատվածի բարեկարգումը շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են, այդտեղ ընդհանուր բոլոր այդ մարզասարքերի վերանորոգումը արեցինք եւ ինչպես նաեւ այդտեղ անելու ենք մասնակի ռետինե հատակներ եւ նաեւ տեղադրվելու են լուսացույցեր երթևեկությունը կառավարելու համար, ինչպես նաեւ մի հատ շատ մեծ խնդրանք ունեին այդ մարդիկ, որոնք որ վերևը տենց պուրակ են սարքել, այդտեղ ջրի խնդիր ունեին, նաև տեղադրվել է այնտեղ արևային վահանակներ, այդ ամբողջ տարածքը լույսով ապահովելու համար։ Դե վсё, մնաց մի քիչ էլ վերև բարձրանան, են Ծիծեռնակաբերդի խճուղու են եկյա մասը վերանորոգեն, որ արդեն 1500 տարի խոստանում են։ Գիտեք մոռացել եք դրա մասին, չէ։ Ոչ մի բզեկի գյոլ ու սակուրաներ, որը իդեպ հեսա ծաղկիլելու շատ պուպուշ են լինելու, չի ստիպի մոռանալ, որ Սահակյան շինը եկավ առանց զակուսկի հետ, եկա շարքս ես կերավ ու ոչ մի բան, արդեն քանի 3 տարուց ավել Գարնիկ Դալիրանի վրա ասես կոշտա իշխանությունը, Սահակյան շինի հետ չէ, հա։ Մենք վստահ ենք, որ այն իշխանությունը, որ Աղազարյանին կարողացավ դարձնել ձեռնմխելի, կարա էլի այդ Ծիծեռնակաբերդի խճուղու այդ մասներ վերականգնի։ Բայց բզեքի գյոլի մասով, բահա, մալոցի, մնացեք մեզ հետ։ Սիրելի կրիպտոսերներ, ձեր կրիպտոգործարքների համար էլ պետք չի դեմել երրորդ անձանց, փոխանակման կետերի, կիսվել անձնական տվյալներով։ Քաղաքում արդեն կա ոչ թե 1, ոչ թե 3, այլ 10 Skylabs կրիպտո տերմինալներ, որտեղ արագ եւ ապահով կարող եք անել ձեր կրիպտո գործողությունները։ Տոկոսադրույքն էլ ամենացածրն է։ Տերմինալները լողացած, թարմ, սանրված։ Այո, Skylabs կրիպտո ապագան արդեն քաղաքում է։ Այսքանն էր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Տոմսով եք թրել, որ հնարավոր է $20,000 արժենա, որտեղ այնտեղ խավիար ու, չգիտեմ, մաղճակալա, չգիտեմ, մեդիկյուր, պեդիկյուր են անում, դուք ավելի լավ կիմանաք։ Շնորհակալ եմ, պարոն Զարուկյան, անկեղծ ասած ինձ առհասարակ երբևէ manicure եւ pedicure չեն արել։ Արա Գյումրի ընտրությունները ինչքան փորում ես, այդքան այդ iceberg-ի բուրգը մեծանում է։ Այն ֆայտոնազավրը, կդորը մարդը, այն որ վրայից Գյումրու հոտ է գալիս։ Այնքան բան գտա, ասին կեսը հասցրեցի մեկը։ Ինքը ռաբիս երկիչ ա եղել։ Նետի ես է գիտեի։ Կլիպեր է նկարել։ 17000 մեդալ ունի, ասենք որտեղ ինչ մեդալ են տալիս, Իրան տվել են այդ մեդալը։ Երևի կպցրած է։ Ու ամենասուրը, արա այդ ինչ անվտանգային ակադեմիայի ղեկավար ու հիմնադիրը, արա դրանց Facebook-ի page-ը մտնում ես, սկզբից Յավի Նիկոլական, Նիկոլի սաղ ելույթները բանը անդրում ադում, մեկ էլ ես զգում ես շուրա գալիս, ու չոտենց ուղակի նորություններ է դնում նիտրալ, ու տենց ինքը ակադեմիա անվտանգության։ Ու ինքը իրան ֆոտոշոպում է, ինչ-որ զինվորական տանկերի մակ։ Էդ էլ է անում, մյուսին մնացածը կցույց տանք։ Միացիր մեր Patreon-ին եւ մենք կշարունակենք նայել լուրերը քո փոխարեն, որտեղ ելով այդքան ներվ ունի բացի մեզ։